Ֆրանսիայի և Արևելյան ու Կենտրոնական Եվրոպայի բարձրագույն ճարտարապետական դպրոցների ցանցի և ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կողմից կազմակերպվող ամենամյա համաժողովն այս տարի անցկացվում է մեր երկրում։ Տարվա թեման է քաղաքային լքված տարածքներ, սահմանը հնի ու նորացվածի միջև։ Ծրագիրն իրականացնելու համար ընտրվել է Գյումրին, իսկ ուսանողական հետազոտության առարկան Հայաստանի ժողովրդական ճարտարապետ Արթուր Թարխանյանի հայտնի մոդեռնիստական հուշարձանն է՝ ջրի էլեգիա շատրվանը։ Հետաքրքիր Գյումրին ընտրվեց եւ այս մեր շատ գեղեցիկ մշակույթը մենք կարողացանք, ես կարծում եմ կարողացանք փոխանցել, հաղորդել մեր սերը դեպի այս քաղաք, մեր մտահոգությունները դեպի այս քաղաք մեր գոլեգներին։ Ամենաերևելի համագործակցություններից մեկն է մեր համալսարանի համար, որովհետև սա միավորում է միաժամանակ մի քանի դպրոց, տարբեր ուսուցման ձևեր, սա լուրջ փոխանակում է մշակութային, փոխանակում է ուսումնական, մասնագիտական, սա շատ լուրջ կապեր է ստեղծել։ Ծրագրին մասնակցում են 17 դասախոս և 22 ուսանող Հայաստանից, Լեհաստանից, Ֆրանսիայից և Ուկրաինայից։ Խումբը մեկ շաբաթ աշխատել է լքված շատրվանի տարածքում, ծանոթացել է նաև թաղամասին, տեղի բնակիչներին ու խնդիրներին։ Նախագծային աշխատանքի արդյունքում նաև լուծումներ են առաջարկելու քաղաքային իշխանությանը։ Ջրի էլեգիա շատրվանի տարածքը շտապ պետք է կանաչապատել, ինչը կլինի հուշարձանը վերականգնելու առաջին քայլը։ Ծրագրին մասնակցող հայաստանցի ուսանողների համար սա ոչ միայն մասնագիտական փորձառություն է, այլև մոտիվացիա։ Ռեան ամեն տարի բարձրաձայնում է մի խնդրի մասին, ամեն տարի հանրայնացվում է մի խնդիր եւ ուսանողները փորձում են այդ խնդրին ինչ-որ լուծում տան։ Օրինակ անցյալ տարի, երբ որ մենք մասնակցում էինք Ֆրանսիայում Գրույսեն քաղաքում, բարձրացվել էր մի խնդիր, միջերկրական ծովի ջրի մակարդակի բարձրացում կար եւ ուսանողները տալիս էին իրենց լուծումը։ Նույն խնդիրը մեր մոտ է առկա, քանի որ Սևանի մակարդակը անդադ բարձրանում է, իջնում է, եւ մենք էլ ներկայացրել էինք, թե մենք մեր երկիրը ինչեր է անում դրա համար։ Թուլուզի ազգային ճարտարապետական դպրոցի դասախոս ճարտարապետ Պիեր Կուրտադը բարձր է գնահատում հայ գործընկերների հետ գործակցությունը եւ նրանց պատրաստվածության բարձր մակարդակը։ Ռեացանցը հնարավորություն է տալիս դասախոսներին եւ ուսանողներին համատեղ աշխատել տարբեր երկրներում եւ տարբեր թեմաների շուրջ։ Այս տարի ունենք 3 դասախոսություն, ներկայացվելու են հայ ուսանողների կատարած աշխատանքները։ Մշակված նախագծերի շուրջ ուսանողները թիմային են աշխատել, ակտիվ եւ համախմբված են նաեւ համաժողովին տեղի ունեցող քննարկումների ժամանակ։ Քրիստինա Մկրտչյան, Մարտին Գևորգյան, Լուրեր։